Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Միխայիլ Ղավելաշվիլին հայտարարել է Թբիլիսին հանդես է գալիս հակամարտությունները երկխոսության միջոցով լուծելու օգտին։ Հարավային Կովկասին խաղաղություն է անհրաժեշտ, որ տարածաշրջանի ազդեցությունն ավելի մեծանա միջազգային մասշտաբով, նշել է Վրաստանի նախագահը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նպաստել տարածաշրջանի ամբողջ ներուժի բացահայտմանը։ Վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան տնտեսապես ուժեղ եւ բարգավաճ Հարավային Կովկասն է, որտեղ մեր ժողովուրդները կարող են ապրել միասին, իրենց սովորույթներով եւ ավանդույթներով, նշել է Վրաստանի նախագահը։ Ղավելաշվիլին հավելել է, որ Վրաստանը միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Իլհամ Ալիևն էլ բարձր է գնահատել Վրաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, նավթագազային, տրանսպորտային համատեղ նախագծերը։ Նրա խոսքով առանց Վրաստանի հնարավոր չէ խոսել նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին։ Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում երկու երկրները բազմիցս բախվել են երկակի ստանդարտների եւ արտաքին ուժերի միջամտության։ Վերացնում ենք այդ սպառնալիքները եւ ապահովում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Ոչ մի երրորդ երկիր կամ կազմակերպություն չգիտե ինչն է ավելի լավ մեր ժողովուրդների համար, հավելել է Ալիևը։ Սպիտակ տան խոսնակը մեկնաբանել է առևտրային ոլորտում ԱՄՆ-Չինաստան լարվածությունը, Քերոլայն Լևիտը շեշտել է, այժմ գնդակը Պեկինի դաշտում է։ Չինաստանը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք նրանց։ Չինաստանն այլ երկրներից տարբերվում է միայն նրանով, որ շատ ավելի մեծ է։ Պեկինն էլ մյուսների պես ուզում է մեր փողերը եւ սպառողներին, նշել է նա։ Սպիտակ տան խոսնակը հավատացրել է, Դոնալդ Թրամփը բաց է Պեկինի հետ գործարքի համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ տնից նախազգուշացնում են, որ Չինաստանի դեմ սահմանված հավելյալ մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 245%-ի։ Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է, առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Գերատեսչությունը կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել ճնշման, շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը, փոխարենը բանակցություններ վարել հիմնված հարգանքի եւ հավասարության սկզբունքների վրա։ Պեկինը չի ցանկանում հակամարտել, բայց չի վախենա գնալ այդ ճանապարհով, նշել է ԱԳՆ խոսնակը։ ԱՄՆ նախագահի խոսնակն անդրադարձել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, հավատացրել Թրամփը ցանկանում է միջուկային գործարքի հետ կապված հարցերը լուծել երկխոսությամբ։ Նախագահը չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա, մանրամասնել է Քերոլայն Լևիտը։ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել ուրանի հարստացման հարցը, սակայն իրանական կողմի համար ընդունելի պայմաններով, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչիի խոսքով դա հնարավոր կլինի, եթե Միացյալ Նահանգները չպահանջի ամբողջությամբ վերացնել իրանական միջուկային ծրագիրը։ Պատրաստ ենք աշխատել վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, հավատացրել է դիվանագետը։ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են, Ջաբալիայում ցահալի հարվածների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական ուժերի կողմից ամսվա սկզբին անցակետերի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամը խորանում է։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհերի թիվը հատում է 51,000-ը, վիրավորներինը 116,000-ը։ Իսրայելի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, կուժեղացնեն ռազմական գործողությունները, եթե Համասը չվերադարձնի գերիներին։ Իսրայել կացը հավելել է, պաղեստինյան շարժումը պետք է ոչնչացվի։ Համասն էլ մեղադրել է Ցահալին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող գերիներից մեկի պահման վայրը թիրախավորելու եւ նրան սպանելու համար։ Ըստ շարժման Իսրայելը փորձում է խափանել հրադադարի գործարքը եւ շարունակել պաղեստինցիների ցեղասպանությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։